Մինչ կմեկնարկի ակտիվ հանգստի շրջանը, ավիաընկերություններում հաշվարկում են Հայաստանում հանգստի կազմակերպման գները։ Շատերը նախընտրում են Սևանը, որտեղ մեկ անձի հանգստի համար պահանջվող գումարը 20-ից 25 հազար դրամ է։ Սևանում օրը 25 հազար դրամ մի անձի համար 3 անգամ սննդով։ Վստահ բավականին թանկ է 4-5 հոգու համար թանկ լինի։ Իհարկե, Հայաստանում ամեն ինչ թանկ է։ Դրսի հետ համեմատած Հայաստանում ավելի թանկ կստացվի, քան դուրս։ Ընդհանրապես Հայաստանի բնակիչները ցանկանում են դուրս գնել հանգստանալու, քան թե մեր Սևանում կամ Ծաղկաձորում։ Հայաստանում ակտիվ հանգստի գոտիներ են համարվում Ծաղկաձորը, Ջերմուկը, Աղվերանը, Դիլիջանը։ Շիրակի մարզից մեկնողները քիչ են առհասարակ։ Air Trans Tour ընկերության տնօրենը ներկայացնում է իրենց ուսումնասիրությունները։ Եթե Սևան կնա, մոտավորապես մի շաբաթով գցետ $1000 է իրան պետք, բայց այդ նույն գնով ինքը կնա $500 պատումի, ավելի լավ հանգստանացով տեսնի, քան մեր Սևանը։ 2-3% միջին կարգ, այսինքն Էժան Սևան, Էժան Աղվերան, Ծաղկաձոր եւ այլը, 3% էլ արտասահման շատ թանկ է։ 90% վիճակի չհանգստանալու։ Մի 400 կանանց ընտանիք գոնե 300,000 ամսական աշխատավարձ կամ ինչ-որ գումարային ներհոսքեր ունենա, որովհետեւ կարողանա գոնե տարվա մեջ մի 300,000 հետ գցի $1000 չափը, որ կարողանա նորմալ հանգստանալ։ Արտերկիրը հանեցինք, ջնջեցինք մեր տարածաշրջանի հատկապես Շիրակի մարզից, արտերկիրը շատ հազվագյուտ մի քանի ընտանիքների հնարավորություն է։ Ալեքսանդր Տերմինասյանը Շիրակ տուր ներգնա туриզմի գծով մասնագիտացված ընկերության տնօրենն է։ Կազմակերպում են ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակիչների հանգիստը հանրապետության ներսում, մասնավորապես Շիրակի մարզում, քանի որ ավելի մատչելի են գները եւ Շիրակի մարզի բնակիչներին հասանելի։ Ես կարող եմ խորհուրդ տալ ուղղակի տանից բերտուջներ վերցնելով առանց ծախսի ոտքով, մենք ունենք նաեւ քայլելու տուր, ես կարող եմ ցույց տալ Տիրաշեն, Մարմաշեն տուրը, որը ամենահետաքրքիր տուրերից մեկն է։ Ուղղակի խորհուրդ կտամ բերտուջներ վերցնել տանից ու այսպես պետք է ուտեն իրենց, ուղղակի իրենց ուտելիքը վերցնեն ճանապարհին, ուղղակի նաեւ ցելոֆանները չթափելու պայմանով։ Ալեքսանդր Տերմինասյանի կարծիքով Հայաստանի մյուս վայրերում էլ հնարավոր է ավելի մատչելի հանգիստ կազմակերպել, քան առաջարկում են։ Սակայն Air Trans Tour-ի տնօրենը համաձայն չէ։ Նա օրինակ է բերում Սևանը, որտեղ անգամ տնակներից օգտվելը, մեքենան կայանելն ու սեղան զբաղեցնելը հաստատուն գին ունի։ Նույնիսկ մեքենան կանգնելու համար օրը 3000 դրամ գումար են վերցնում։ Մենակ մեքենան ապին մոտ կանգնելու համար։ Բիսեդկեն միջին գինը 5000 դրամ է, որ գնաց պրոստը բիսեդկեն սեղան լինի։ Նա նորից է համեմատում Բաթումիի հետ, որտեղ ծառայությունները ավելի մատչելի են եւ դա է գրավում զբոսաշրջիկներին։ Բաթումի վրացական ափը միշտ էլ Էժան է եղել, որովհետև Ռուսաստանի հետ կապված ընդեղ ռուսական տուրիստները չեն կարթեն, չեն գնա այդ պատերազմի հետ կապված, իրանք էժանացել են իրանց туриզմը դրսից ավելի զարգացնելու համար։ Արդյունքում ստացվում է, որ Հայաստանը հայերին չի հրապուրում եւ ֆինանսական միջոցների արտահոսք է տեղի ունենում հարևան Վրաստան։ Միևնույն ժամանակ Հայաստանը հանգստյան գոտիներով ու մատուցվող ծառայություններով այնքան էլ չի գրավում նաեւ զբոսաշրջիկներին։ Հայաստանյան հանգստավայրերը նախընտրելի են հիմնականում Ռուսաստանում բնակվող հայերի համար։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալա Նյուզ։